Վարդան Այգեկցի Առակներ աղվեսագրքից Առյուծ և աղվես Մի առյուծ կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու: Աղվեսն եկավ և հանդեսի ժամանակ բազմության մեջ առյուծին նախատեց բարձրաձայն և անարգեց, թե այդ է քո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ: Առյուծը հանդարտաբար պատասխանեց և ասաց. Այո, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ նման աղվես: Հաջորդ առակը կոչվում է իմաստուն դատավոր: Մի մարդ ուներ չար կին, և կինը կռվեց նրա հետ և ասաց. կարծում ես, թե քո 3 որդիները քեզնից են: Մեկն է քեզնից, իսկ երկուսը բիճ են: Եվ նա հարցրեց, թե ո՞րն է իմը: Եվ կինը չասաց: Եվ երբ հայրը մեռնում էր, ասաց. իմ ամբողջ կայքը թող լինի իմ հարազատ որդուն: Եվ եղբայրները կռվում էին իրար հետ, մեկն ասում էր, թե ես եմ հարազատ որդին, և մյուսը, թե ես եմ: Եվ գնացին մի իմաստուն դատավորի մոտ: Եվ դատավորը հրամայեց նրանց հորը հանել գերեզմանից և նետ արձակել նրա վրա: Ով հորը զարկեր նետով և նետը ծակեր հոր մարմինը, նա էր հարազատ որդին: Եվ 2 որդիները զարկեցին հորը: Իսկ ճշմարիտ որդին դանակը քաշեց, որ սպանի եղբայրներին, և լաց եղավ դառն արտասուքով և թաղեց հոր մարմինը: Եվ իմացան, որ նա էր հարազատ որդին, և նրան տվին հայրենի կայքը: Հաջորդ առակը կոչվում է Առյուծ և գայլ և աղվես Առյուծը, գայլը և աղվեսը եղբայր եղան և որսի ելան և գտան մի խոյ, մի ոչխար, մաքի և մի գառ: Ճաշի ժամին առյուծն ասաց գայլին, թե բաժանիր մեր մեջ այդ որսը: Եվ գայլն ասաց. ով թագավոր, Աստված արդեն բաժանել է, խոյը քեզ, մաքին ինձ և գառն աղվեսին: Եվ առյուծը բարկանալով ապտակ զարկեց գայլի ծնոտին, և դուրս թռան գայլի աչքերը, և նա նստեց և դառն լաց եղավ: Եվ դարձյալ ասաց առյուծն աղվեսին, թե բաժանիր ոչխարները մեր մեջ: Եվ աղվեսն ասաց. ով թագավոր, Աստված արդեն բաժանել է, խոյը քեզ ճաշին, մաքին քեզ հրամենքին և գառը քեզ ընթրիքին: Եվ առյուծն ասաց. ով խորամանկ աղվես, քեզ ով սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել: Եվ աղվեսն ասաց. ինձ սովորեցրին գայլի աչքերը, որ դուրս թռան: Հաջորդ առակը կոչվում է Գինի Մի թագավոր մի որդի ուներ, և հրաման արեց նայիբներին, թե ամեն օր ձեզնից մեկը թող տանի իմ որդուն և պատվի: Եվ տանում էին: Մի օր մի նայիբ պատվելու էր տարել թագավորի որդուն և երեկոյան նրան տարավ թագավորի տունը և ինքը գնաց: Թագավորի որդին խիստ գինով էր և հարբած դուրս եկավ, ընկավ աղբանոցը և մեռավ: Եվ թագավորը հրամայեց, թե իմ իշխանության ներքո ինչքան այգի կա փակեք և կարասները կոտրատեք: Եվ այդպես արին: Եվ մի այրիկին մի որդի ուներ, և այդ այրիկինը պահեց յուր հնձանը և գինին ամեն առավոտ և երեկո հացի վրա 2 թաս գինի էր տալիս որդուն: Եվ այրիկ կնոջ որդին մի գիշեր դուրս եկավ, սպանեց թագավորի առյուծին: Եվ թագավորն առավոտյան հրամայեց, թե ով որ սպանել է իմ առյուծին, եթե գա և ինձ պատմի, նրան չեմ պատժի: Եվ եկան այրիկինը ու նրա որդին: Թագավորը նրան հարցրեց, թե ինչպես սպանեցիր առյուծին: Եվ նա ասաց, թե գիշերով դուրս եկա, հանդիպեցի առյուծին և սպանեցի: Եվ մայրն ասաց, թե նրան գինով է սնուցել և պատմեց, թե ինչպես է գինով սնուցել: Եվ թագավորը հրաման արձակեց, թե այգի տնկեք և գինին այնպես խմեք, որ առյուծ սպանեք և ոչ թե աղբանոցում մեռնեք: Հաջորդ առակը կոչվում է
իմաստուն և ավագ էշ։ Շատ էշեր գնում էին արքունի գործով, և նրանց մեջ կար մի ավագ էշ, իմաստուն և մեծ, քան մյուսները, և ամենքը նրան պատվում էին որպես հայր և առաջնորդ, և ահա բարձրանում էին մի սար, և նա խառնչեց և գոռաց սաստիկ ահագին, և հետևի կողմից մեծամեծ ճայթյուն արձակեց։ Եկան մյուս էշերը և ասացին. «Ով պատվական հայր, քո առջևի ձայնից բոլորս ունենք, իսկ ի՞նչն էր այն ահագին ճայթյունը, որ քո հետևի կողմից ելավ, աղաչում ենք, ասա մեզ»։ Եվ նա ասաց. «Ով իմ որդիներ, ձեր առաջ սուտ չեմ երդվի, և ճշմարիտ կասեմ, որ առջևի ձայնի զորությունից բնավ չեմ կարող իմանալ, թե ուրիշ ինչ ճայթյուն է ելնում իմ ետևի կողմից»։ Հաջորդ առակը կոչվում է միամիտ գողեր։ Երկու գող բարձրացան մի մեծատան կտուր և կամեցան երթով վայր իջնել և գողություն անել։ Եվ լուսնկա գիշեր էր, և մեծատուն մարդն իմացավ, որ գողերը երթիկի մոտ են, և կինը մարդուն ասաց, թե այս ամեն գանձերը և ոսկին և կերպասը քեզ որտեղի՞ց են։ Եվ մեծատուն մարդն ասաց. «Գնում էի գողության, մեծատուն մարդկանց երթիկով իջնում էի, և լուսնկա գիշեր էր, ինչպես այժմ, և լուսնի շողերը երթիկից ներս էին ընկնում, ինչպես այժմ, և ես գրկում էի շողերի սյունը և վայր էի իջնում։ Ու այդպիսի մի բան էի ասում, որ ինչքան գեղեցիկ կերպաս կար այդ տանը, երևում էր ինձ, և կապում էի լուսնի շողերին ու վեր բարձրանում։ Եվ այս ամենը այդպես եմ վաստակել»։ Երբ գողերը այդ բանը լսեցին, խիստ ուրախացան և հավատացին այդ ցնորամիտ բանին, և լուսնի շողերը գրկելով երթիկից վայր ընկան և ջարդվեցին։ Այսօրվա համար նախապատրաստել էի այսքանը, իսկ եթե հավանեցիք տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին նոր տեսանյութեր գտնելու համար։